Բավական է, նայինք միայն երկրի բադուհասներուն, բادرազներուն և մարդկային անզորության։ Այսօր երկինքի մեջ թուրմը բացված է և ցայմը գհնչե որպես շեփոր։ Հոս ելիր և քեզի պիտի ցուցնեմ ինչ որ պիտի ելա ասկեի հետ։ Մինչ աշխարհը կսարսափի գալիք իրադարձություններեն, մինչ մարդկությունը կփորձե հասկանալ քաղաքական ու տնտեսական քաոսը, Հովհաննես մեզ գտանի հոն, ուր ամեն ինչ կայուն է։ Ան մեզ գտանի քահին առջև, այսօրվա աշխարհի մեջ քահերը գդադանին, թագավորները գինան, բայց երկինքի մեջ գա քահմը, որուն վրա բազմողը գդիրե ամեն ինչի վրա։ Մենք պատրաստ ենք բարձրանալու երկնային հոգերեն վեր, պատրաստ ենք տեսնելու այն պարկը, որուն առջև չարը ոչինչ է։ Այսօր մենք պիտի մտնենք երկնային տաճարը, որովհետեւ հասկանանք ոչ մեկ բան գրնա պատահիլ այս երկրի վրա, եթե քահի վրա բազմողը հրաման չտա։ Բացված երկինքը, քահը եւ դիեզերական իշխանությունը։ Ողջույն հանրաբազորյա հացի սիրելի ունգընտիրներ, այսօր 10 մարտն է 2026 եւ մենք կշարունակենք հայտնության գրքի մեկնությունը 4-րդ գլուխ 1-11։ Սիրեյներ, 7 եկեղեցիներուն ուղված նամակներեն եւ հայտնության գիրքը մեզ գհրավիրեն նոր մագարտագիմը Հովհաննես կտեսնե բացված տուրմը երկնքի մեջ։ Ասիկա արթնության ամենամեծ գոչն է։ Մենք չենք կրնար հասկանալ երկրի վրա պատահած պատուհասները, եթե նախ չտեսնենք երկնքի քահը։ Այսօրվա մարդը գդարաբի դակնավե, որովհետև իր աչքերը սևերած են հորիզոնին, ուր միայն սև ամբեր կտեսնե։ Բայց մարգարեական ցայնը մեզ գսե հոս ելիր, բարձացիր քու վախերդ վեր, բարձացիր քու մարդկային դրամապանութենեդ վեր եւ դես Աստուծո դեսանգյունեն։ Դեսիլքը կսկսի քահով, հայտնության գրքի մեջ քահ բառը գիհիշվի ավելի քան 40 անգամ։ Գիտեք ինչու։ Որովհետև Աստված գուզե մեզ հիշեցնել, որ դիեզերքը որբ չէ, աշխարհը անիշխանության մեջ չէ, քալիք պատուհասները, որոնք պիտի ցնցեն երկիրը, պատահական չեն։ Ամեն ինչ կսկսի քահեն եւ ամեն ինչ կվերադառնա քահին։ Անոր վրա բազմողը նման է այսպիսի Սարդիոնի, սրբության եւ արդար դատաստանի գույներով։ Այսօրվա աշխարհը մորցած է Աստուծո սրբությունը։ Մենք Աստվածը դարձուցած ենք մեր ցանկությունները գադարողը, բայց Հովհաննեսը գտեսնե ամենագալը, որուն առջև 4 կենտանիները եւ 24 երեսները երկրպագությունն են։ Արթնության գոչը մեզ մեկը բանջե վերակտնել երկրպագության ոգին։ Երբ կահեն փայլադագումներ, ցայներ եւ որոդումներ գելեն, անիգա նախասկաշացումն է այն տատաստաններուն։ Այսօրվա բնական աղետները, դարերքի գադաղությունը եւ մարդկային անկառավարելի վիճակները բարձաբես այդ երկնային որոդումներու արձագանքներն են երկրի վրա։ Կահին շուրջը գա ձիածամը, զմրուխտի նման, ասիգա հույսի նշան է։ Աստված իր տատաստանի մեջ անգամ չի մորնար իր ուխտը։ Մինչ աշխարհը կպատրաստվի գործանման, հավատացյալը գնայի այդ զմրուխտե ձիածանին եւ գիտե, որ ինքը ապահով է կահին շուրջ։ Մարգարեական պատգամը մեզի ցույց կտա ապագյա ձողը բյուրեղի նման։ Աստուծո առջև ամեն ինչ խաղաղ է։ Երկրի վրա ձողերը կխրովին, ասկերը կփոթորկին, բայց երկնքի մեջ կա բացարձակ անտորություն։ Դու գրնաս ունենալ այդ ապագյա ձողը քու սրտիդ մեջ, երբ շուրջդ ամեն ինչ կքանթվի։ Ասիգա հնարավոր է միայն այն ադեն, երբ դու գիտակցիս, որ քու Աստվածը սուրբ, սուրբ, սուրբ է։ Երկնային արարածները չեն դատրիր պարապանել անոր, որ սեր է, որ է եւ որ պիտի գա։ Այսօրվա պատուհասները գուքան մեզ սովորեցնելու, որ մենք արարածներ ենք
եւ գախյալ ենք արարիչեն։ Մենք պետք է մեր թակերը ցկենք կահին արջև, ինչպես 24 երեցները ըրին։ Այսօրվա արքնության գոչը գահարցնե, դուն որուն գհնազանդիս։ Մարդկային իշխանություններուն, որոնք կփորձեն քեզ վախով գարավարել, թե անոր, որուն արջև երկինքը գսարսրա։ Քալիք օրերուն, երբ երկինքը սկսի բացվիլ, ինչ որ պիտի տեսնենք հաջորդիվ, միայն անոնք պիտի չսասանին, որոնք իրենց հայացքը կահին վրա սևերած են։ Երբ Տերը կհայտնե իր փառքը, աշխարհի բոլոր հարստությունները եւ զենքերը կդառնան փոշի։ Դու պետք է ընտրես քո ապավենդ, երկրային անաբահով ամրոցները, թե երկնային քահը։ Հաղթողին համար այս տեսիլքը զրահ է։ Եթե դու գիտես, որ քո հայրը կդիրե դիեզերքին, ինչու կվախնաս մարդոցմե կամ բադոհասները։ Հայտնություն 4-րդ գլուխը մեզ գսորվեցնե, որ երկրպագությունը մեր ամենազորավոր զենքն է։ Երբ մենք կպարապանենք Աստված, մենք կմիանանք երկնային զորքերուն եւ երկրային չարիքը կգործընծնե իր իշխանությունը մեր վրա։ Մերօրյա բադոհասներու մեջտեղը դարձիր երկրպագող հոգի։ Ցկեք ու եսը, ցկեք ու հպարտությունը եւ ըսե երեցներուն հետ։ Արժանի ես Տեր, առնելու փառքը, բադիվը եւ զորությունը։ Արտնության գոչը հստակ է։ Բարսացուր հայացքդ, աշխարհը քեզի կցուցնե միայն մահ եւ գործանում, բայց Աստված քեզի կցուցնե իր քահը։ Պատրաստվիր, որովհետեւ այնինչ որ կսկսի որպես երկնային երկրպագություն, պիտի ավարտվի որպես երկրային արդարություն։ Միայն անոնք, որոնք կահին արջև ծնկած են հիմա, պիտի կարենան կանգնիլ եւ կանգուն մնալ, երբ երկիրը սկսի սասանիլ։ Լսեցեք, ինչ որ հոգին գսե եկեղեցիներուն։ Մի նայեք վար, այլ նայեցեք վեր, որովհետև ձեր Աստվածը գտակավոր է։ Ամեն։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ։